Չէ, ինքը ասեց, ես վատառողջ չեմ, ի վիճակի չեմ եւ այլն, ինչ ունեի ասելու, ասել եմ։ Այնպես որ այս պահին ինքը ավելացնելու ոչինչ չունի եւ այս ընթացքում նաեւ փոխանցեցի այն խոսքերը մանրամասնորեն, որ դուք ասում եք, որ իբրև թե վերագրվում է իրեն, որ ինքը ասել է մանկավարժների հասցեին, այս պահին ինքը այլ ավելացնելու բան չունի։ Ասվածին ավելաց, մանկավարժներին ասվածին ավելաց։ Չէ, այն ինչ որ ձեզ ասել, դրան ավելացնելու ոչինչ չունի ինքը այս պահին։ Դրան պատասխան չհնչեց, ոչ հերքեց, ոչ հաստատ։ Նաև նշվում է, որ իր բարեկամներն են այստեղ աշխատանքի ընդունված, օրինակ ասում են այն տիկինը, որ ընդունարանում նստած է, իր քավոր կինն է, երեխաների քավոր կինն է, ասում են տարբեր հաստիկներում իր բարեկամներին է նշում, ըստ ծնողների։ Այս մասով խոսել եք թե ոչ։ Այս մասով չեմ խոսել, որովհետև ես մանրամասնություններին ինքս չեմ տիրապետում։ Դրա համար ես հիմա ուզում եմ գնալ վարչական շրջան եւ ինձ թվում է ձեր ասած խոսակցությունները այնտեղ ավելի հստակ կպարզաբանվեն։ Եվ ոստիկանների այս մեծ թիվը ինչով է պայմանավորված, բոլոր մանկապարտեզի տնօրեններն են այսպես պաշտպանվում։ Կդժվարանամ գնահատական տալ բոլոր մանկապարտեզների պահով, հավանաբար խնդիրը հասունացել էր այն կարգի, որ այս մասշտաբների աժոտաժը ենթադրել է ոստիկանների ներկայություն։ Չէ, բայց կոնկրետ իրենք տնօրենին են պաշտպանում, տնօրենի աշխատասենյակում են կամ ընդունանում։ Ոստիկանը պետք է հանրային կարգ ապահովի, բայց ինքը օրինակ թույլ չի տալիս լրագրողին մտնել հարցնել տնօրենին, կարելի է ձեր հետ խոսել, թե չէ, այսինքն սա ըստ էության անձի պաշտպանություն է, ոչ թե հասարակական կարգ։ Տեսեք, եթե մարդը պնդում է, որ ինքը վատառողջ է եւ ցանկություն չունի հարցազրույց տալու, այդ պարագայում ոստիկանները երևի թե միգուցե ընդառաջում են իրեն, բայց ընդհանուր առմամբ այո, եթե բանը հասել է նրան, որ մանկապարտեզի տարածքում կան ոստիկաններ ինչ որ իրական կամ մտածածին հասարակական կարգ պաշտպանելու համար, դա լավ բանի մասին չի խոսում, նշանակում է մանկավարժական անձնակազմ տնօրեն եւ ծնողական համայնք տնօրեն հարաբերություններում խնդիրը այն կարգի հասունացել է, որ անգամից վարչական շրջանը կամ քաղաքապետարանը ընդհանրապես զբաղվում են դրա հետևանքների վերացմամբ, այլ ոչ թե կանխում են, այլ ոչ թե կառավարում են, այլ ոչ թե փորձում են խնդիրը բան անել, այսպես ծագման փուլից միանգամից կասեցնել։ Այնպես որ սա ընդհանուր առմամբ նման օրինակ դեպքեր շատ են լինում, թե դպրոցի տնօրեն Նայիրի Զարյանի դպրոցի տնօրենն էլ նման խնդրահարույց բաներ պատմության կիզակետում էր հայտնվել։ Նման երևույթներ պարբերաբար ի հայտ են գալիս եւ այդտեղ է որ երևում է թե քաղաքային իշխանությունը որքանով է օպերատիվ, որքանով է պրոֆեսիոնալ, որքանով է կոմպետենտ իր իրավասությունների կատարման մեջ, ես դա ամեն դեպս իմ գլոբալ գնահատական այնպեսին է, որ կա խոշոր հաշվով կառավարման որոշակի ճգնաժամ եւ պետք է բոլոր առումներով, այդ չգիտեմ, ակտիվ քաղաքացի եւ այլ տարբեր հարթակներ են ստեղծվում, մարդկանց ասում են գրեք դիմեք, բայց ես գտնում եմ, որ նման օրինակ խնդիրների կանխումը եւ նախականխումը ավելի շատ պետք է լինի կենթանի շփման մեջ, որ եւ վարչական շրջանի աշխատողները եւ քաղաքապետարանի աշխատողները պարբերաբար շփման մեջ լինեն ծնողական համայնքի հետ, մանկավարժների հետ եւ մանկավարժները որևիցե պարագայում կաշկանդված չլինեն որևիցե խնդրի մասին բարձրաձայնելուց ու մտավախություն չունենան, որ եթե ինչ-որ մի խնդրի վերաբերյալ մենք բարձրաձայնենք, այն մեզ կարող է աշխատանքից ազատել։ Այսինքն, այդ խնդիրը չի լուծվում, դու արդեն գործ ես ունենում հետևանքների հետ եւ որպես ադմինիստրացիա սկսում ես հրշեջի նման գնալ ինչ-որ հրդեհներ մարելու հետևից։ Այս ընդհանուր առմամբ այս ամենի մասին է խոսում։ Դուք որպես ավականու անդամ մի քիչ ուշ եք այլ կարող է խոսել եք, այստեղից բողոքներ չեք ստացել, ձեզ ծնողները չեն բողոքել, որ մեզ բողոքներ չեն հասցեագրվել, նախակրթարանների հետ կապված մենք ունենում ենք տարաբնույթ բողոքներ, դիցուկ ունեցել ենք բողոք, որ ասենք օրինակ սննդի հետ կապված այդ չափաբաժինները չեն բավարարում օրինակ եւ հետքերով գնալով բարձրացել ենք, որ ասենք իրականում ԿԳՄՍ-ն է չափորոշիչները սահմանում, բայց այդուհանդերձ քաղաքապետարանը այդ ամենի վերահսկողն է եւ ոչ թե պետք է ծնողը ավականուն բողոքի, այլում քաղաքապետարանը տեղում որպես ամենօրյա կառավարիչ արձանագրի այդ սննդաչափը բավական է, թե բավական չի եւ նախարարության ասի, գիտեք, չափորոշիչները փոխել օրինակի համար։ Այստեղից նման բողոք չենք ստացել։ Այլ մանկապարտեզի հետ կապված չեմ հիշում այս բանը, իսկ որքանով հասցրեցիք ճշտումներ
արել, քաղաքական իշխանության հետ կապ ունի այս տնօրենը։ Բնականաբար ինքը չէր բարձրաձայնելու իր որևիցե քաղաքական առնչության վերաբերյալ։ Ասում են ամուսինը ոստիկան է, նման տեղեկություններ է շրջանում։ Դե չի բացառվում։ Ես ոչ կարող եմ հերքել, ոչ կարող եմ պնդել, բայց ցանկացած նման իրավիճակում էլ մենք գործ ենք ունենում երևույթի հետ։ Եթե այդ երևույթի պատասխանատուն X-ն է կամ Y-ը, ով ուզում է նրա թիկունքում կանգնած լինի, եթե չկա ակնհայտ լկտի եւ ցինիկ հովանավորչություն, ինչ որ մի պահի տնօրինողը, կառավարողը, համայնքը պետք է որոշում կայացնի եւ եթե անգամ իսկ իրենց հովանավորյալն է, անգամ իսկ եթե կա կառավարման որևէ ինչ որ խնդիր, պետք է գնալ ինչ որ կոնկրետ լուծումների եւ ակնհայտ է որ խնդիրը հասունացել է եւ պետք է տրվի լուծում եւ կարծում եմ որ այդ լուծումը պիտի որ չուշանա։ Դուք որ իր հետ խոսեցիք, ինքը ասաց ինչու են 1.5 տարում 10 աշխատակից հեռացվել իրենց դիմումի համաձայն թե ինքը ասաց որ մի աշխատակցի դիմումից հետո է եղել այդ շղթայական ռեակցիան, ինքը ունի ինչ որ ենթադրություններ թե ինչու է դա այդպես եղել, բայց քանի որ ոչ մեկին չի ուզում զրպարտի, ոչ մի տարբերակ չի բարձրաձայնի։ Տնօրներից հենց հիմա հայտնում են, որ տնօրենի մտերիմը հենց թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն է։ Դե այդ դեպքում, չգիտեմ, նրանք արդեն պիտի որ ծնողները թե դա պիտի բարձրաձայնեն այդ փաստի հերքման կամ հաստատման հասցեատերը տնօրենը եւ պարոն Մխիթարյանն են, իրենք պիտի այդ ամեն ինչին արձագանքեն, ըստ արձագանքի արդեն կհասկանանք թե ինչումն է խնդիրը եւ արձագանքը պարտադիր չի լինի բերանաց ինչ որ տեքստով այո կամ ոչ։ Գործողություններից արդեն ինչ որ մի բան մեզ համար հասկանալի կլինի։ Եթե խնդիրը կարգավորվի եւ մարդիկ շարունակեն իրենց երեխաներին բերել այստեղ մանկավարժներն էլ աշխատեն, կնշանակի որ կամ չկար այդ հովանավորությունը, կամ էլ կար, բայց այդուհանդերձ կոմպետենտ է բան։ Իսկ եթե չլուծվի, կնշանակի կամ կար հովանավորություն դրա համար խնդիրը ձևով գնաց, կամ էլ չկար, բայց այդուհանդերձ սենց հետևողականորեն ինչ որ մեկը փորձեց այս խնդիրը այս տարբերակով լուծել, այնպես որ զարգացումները ցույց կտան, թե իրականում շանգելուխը որտեղ է թաղված։ Ստացվում է մեզնից են պաշտպանում տնօրենին, մենք ենք իր անկեղծ որ ասեմ, ես չեմ կարող իր փոխարեն այդ հարցին պատասխանել, ինքը ինչպես քիչ առաջվա լայվի ժամանակ նոր պնդեց, որ առողջական առումով որոշակի դժվարություններ ունի եւ չի ցանկանում ավելին ասել, քան ասել է մինչ այս պահը։ Իսկ առողջական վիճակը թույլ տալիս է մանկապարտեզ տնօրինել այս պահին այս փուլում։ Որ բախտ վիճակվեր ինքը ձեզ պատասխանել, միգուցե ինքը կասեր, չգիտեմ, անկեղծ չեմ կարող իր փոխարեն պատասխանել։ Ես ընդհանրապես զուտ օբյեկտիվությունը պահելու համար, ուղղակի որ առաջին էստեղ էր միջադեպը, ես էստեղ եմ եկել, հիմա պատրաստվում եմ արդեն վարչական շրջանում եղելությանը ծանոթանալ, մյուս կողմի տեսակետներն լսել իրականությունը բարձելու համար։